Գալուստ Power BI-ի 4-րդ դաս։ Ես Աննա Բեժանյանն եմ, Excel-ից Training Center-ի վերլուծաբանների թիմի ներկայացուցիչներից։ Համացանցում մեր կազմակերպության կայքն է excelist.am։ Այստեղ կարող եք ծանոթանալ տվյալների վերլուծության և տվյալային մենեջմենթի վերաբերյալ մեր դասընթացներին։ Մինչ սկսելը նշեմ, որ այս տեսանյութի ընթացքում ձեզ սպասվում է Power BI դասընթացի մասնակցության հատուկ պրոմո կոդ, այնպես որ ուշադիր եղեք։ Այսօր կուսումնասիրենք, թե ինչպես կարելի է մեկից ավելի միանման ֆայլները բեռնել Power BI։ Օրինակ ունենք մանրածախ վաճառքի կետերի վերաբերյալ 3 ֆայլեր, որտեղ պարունակվում է տեղեկություն վաճառքի կետերի գտնվելու վայրի, վաճառվող ապրանքների անվանումների, քանակների, գնի և վաճառքի վերաբերյալ տեղեկատվություն։ Այս 3 ֆայլերը Power BI ներբեռնելու երկու ձև կա։ Առաջին տարբերակը ֆոլդերն է։ Դրա համար անհրաժեշտ է, որ այս 3 ֆայլները գտնվեն մեկ ֆոլդերի մեջ։ Այնուհետև գնում ենք Get Data, More, Folder։ Բացված պատուհանում սեղմում ենք Browse կոճակը, գտնում մեր ֆոլդերը և սեղմելով ֆոլդերի վրա, բերում այն Power BI։ Սեղմում ենք OK։ Նոր բացված պատուհանում կտեսնենք այն բոլոր ֆայլերը, որոնք ներառված են տվյալ ֆոլդերում։ Եթե ամեն ինչ ճիշտ է, ապա սեղմում ենք Combine and Transform Data ֆայլերը միմյանց կցելու և հետագա անհրաժեշտ փոփոխություններն անելու համար։ Ընտրում ենք Excel-ի այն էջը, որտեղ պահվում են մեզ անհրաժեշտ տվյալները։ Այս դեպքում ունենք մեկ էջ, Sheet 1-ը։ Եթե Power Query Editor-ը ավտոմատ կերպով չի բացվում, ապա սեղմում ենք Apply Changes և ինքներս բացվում Editor-ը անհրաժեշտ փոփոխությունները կատարելու համար։ Այստեղ կնկատենք, որ ֆայլերը միմյանց գցելու համար Power BI-ը ստեղծել է հավելյալ քվերիներ ցախ կողմում և արդեն իսկ կատարել որոշ անհրաժեշտ փոփոխություններ աջ հատվածում Apply Steps-ի ներքո։ Source-ում կարող ենք տեսնել, թե որտեղից են բերված տվյալները։ Սա մեզ քիչ անց պետք կգա։ Այս քայլերով ստեղծվել են օգնող քվերիները, որոնց շնորհիվ ֆայլերը կապակցվել են և դարձել մեկաղյուսակ։ Հեռացվել են ավելորդ սյուները։ Սյուները ստացել են իրենց տվյալներին համապատասխան տվյալների տեսակներ։ Չնայած Power Query-ի լավ ավտոմատացված քայլերին, ճիշտ կլինի ինքնուրույն ստուգել և համոզվել, որ ֆայլերը բոլորը առկա են, իսկ տվյալների տեսակները՝ ճիշտ։ Այնուհետև կարող եք կատարել անհրաժեշտ փոփոխությունները։ Օրինակ, աջ-քլիկ և Remove-ով հեռացնել սյուները, որոնք չենք օգտագործելու, և կատարել տարատեսակ հաշվարկներ։ Միանման մի քանի ֆայլերի ներբեռնման երկրորդ ձևը հարմար է, երբ ֆայլերը գտնվում են տարբեր ֆոլդերներում և հնարավոր չէ դրանք պահպանել մեկ վայրում։ Այս դեպքում New Source Excel Workbook-ի միջոցով ներբեռնում ենք ֆայլերից մեկը և կատարում մեզ անհրաժեշտ փոփոխությունները։ Քանի դեռ ֆայլը բեռնվում է և քանի որ դեռ մեզ հետ եք, նշանակում է իսկապես ուզում եք տիրապետել Power BI-ին։ Օգտագործեք 5% զեղչի YouTube Power BI պրոմոկոդը մեր կայքում դասընթացին գրանցվելիս։ Շարունակենք։ Անվանափոխենք Sheet 1-ը Retail Sales 1-ի։ Ենթադրենք պետք է հաշվարկել յուրաքանչյուր օրվա համար ամեն մի խանութի, ամեն ապրանքից ստացված եկամուտը, օգտվելով ապրանքների վաճառքների քանակի և մեկ ապրանքի արժեքի սյուներից։ Դրա համար պետք է քանակը բազմապատկել մեկ ապրանքի արժեքով և ստացվածը ներկայացնել առանձին սյունով։ Գնանք Get Columns բաժին, ընտրենք Custom Column, անվանենք նոր ստացվող սյունը Sales և գրենք բանաձևը Quantity անգամ Unit Price։ Փոխենք նոր ստացված սյան տվյալների տեսակը ամբողջական թվի։ Որպեսզի այս բոլոր ձևափոխությունները և քայլերը չկրկնենք յուրաքանչյուր հաջորդ միանման տվյալների համար, կրկնօրինակում ենք այս քվերին աջ-քլիկ և Duplicate հրահանգով, որտեղ փոխում ենք տվյալների աղբյուրը, source-ը և անվանափոխում կրկնօրինակված քվերին։ Համոզվենք, որ արդեն իսկ կատարված են այն փոփոխությունները, որոնք կարել էինք նախորդ քվերիում։ Նույնը կրկնենք երրորդ ֆայլի համար։ Այս 3 ֆայլերը միմյանց գցելու համար օգտագործենք Append հրահանգը։ Եթե ցանկանում ենք ստեղծել առանձին քվերի, միաժամանակ պահպանելով այս 3 քվերիները առանձին, ապա օգտագործում ենք Append Queries as New հրահանգը։ Բացված պատուհանում կարող ենք տեսնել երկու տարբերակ։ Առաջինը՝ երկու քվերի միացնելու համար, երկրորդը՝ 3 և ավելի։ Այս դեպքում մենք օգտագործում ենք 3 և ավելին։
Նոր ստացված քվերին անվանենք Total Retail Sales։ Այս դասի համար այսքանը։ Մինչ նոր հանդիպում։